Բարի լույս սիրելի հետևորդներս, դուրս եկա պատշգամբ, ինչպես միշտ, մի հատ տարածքը նայեմ, շնչեմ ես հրաշալի մաքուր օդը, ճիշտ անձրևը դադարել է, բայց անպամած եղանակը պահպանվում է, ինչ ամպեր են, ինձ թվում է, որ այսօր էլ հույսեր չկա, եղանակը, որ կբացի, արև կլինի, ահա, շուրջ բոլորը սև ամպեր, միայն թռչուններն են ուրախ երգում, նորից մի հատ տեսնեմ են հողամասի կողմերը ինչ կա չկա, ժամը 6:20 է սիրելի հետևորդներս, ահա լույսը սկսել է շուտ բացվել ավելի, գեղեցիկ խաղաղ տեսարան, բոլորը խաղաղ քնած են, թող խաղաղություն լինի մեր երկրում, սահմաններ ամուր լինեն, որ մարդիկ այսպես խաղաղ հանգիստ քնեն։ Պարզ երևում է, չէ, դաշտերը, սարերը։ Մտնեմ ներս, ես էլ ջուր եմ դրել, որ եռա, էլի չգնացի կոֆե առ, լուծվող կոֆե խմեմ, որ գնամ աշխատանքի։ Այսօր սիրելի հետևորդներս Եղեռնի օրն է, մարդիկ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն, կհարգեն զոհերի հիշատակը, շուտվանից այս բույսերից չեմ ցուցադրել, սիրելի հետևորդներս, տեսեք պղպեղներս ինչքան են մեծացել, հավեսին մեծացել, հաստ, սիրուն, լոլիկները նույնպես, բայց դե եղանակները ցուրտ է, ոչ վարել ենք, ոչ էլ են հողը, որ տանենք, սացիլ ենք, համ էլ շուտ է, ցուրտ է, չեն աճի, չեն կպնի, նույնիսկ տեղյակ չեմ, թե սացիլներս ինչ վիճակում են, քանի օր է չեմ կարողանում գնալ, բայց սրանք շատ լավ վիճակում են, լավ է, շատ լավ վիճակում է, լավ է, գնամ գործի գամ կջրեմ, բայց հիմա ես իմ կոֆեն գնամ վայելեմ, ահա, մտա խոհանոց, լուծվող կոֆեն քաղցր եմ խմում, շաքարավազ եմ մի քիչ լցնում, պելե էլ ունեմ, բայց այս տեսակի սուրճը դուրս շատ եկավ, մի քիչ թունդ եմ անում, դե գիտեք, որ ես թունդ կոֆեի սիրահար եմ, Եղանակը տխուր է, սիրելի հետևորդներս, եթե նկատած կլինեք, միշտ ամեն տարի էլ ապրիլի 24-ին այսպիսի տխուր եղանակ է լինում անձրևային, կարծես թե բնությունն էլ է հարգում զոհերի հիշատակը, սգում նրանց կորուստը և իր հարգանքի տուրքը մատուցում, բնությունն էլ է լացում, արտասվում, սիրելիներս, ես դեռ երեխա ժամանակներից եմ հիշում, որ միշտ այս օրը անձրև է գալիս, անձրևում է
Ես էլ այս գողտրիկ անկյունում նստեմ, կոֆես խմեմ, կզանգեն հեսա, որ իջնեմ գնամ աշխատանքի։ Այսպես ասած մենք տուժած ազգ ենք, սիրելի հետևորդներս, միշտ էլ մեր թշնամու կողմից հալածվել ենք, հզոր պետությունների կողմից անտեսվել եւ պատմությունը շարունակվում է մինչեւ հիմա, սիրելիներս, մինչեւ հիմա էլ այդպես է։ Մեկը մյուսի շահերը առաջ տանելով շարժվում են առաջ։ Նույնն էլ այն ժամանակը եղել 1915 թվականին, հզոր տերությունները լավ էլ տեղյակ էին ինչ կատարվեց եւ աչք փակեցին։ Նրանք չէին կարող բարձրաձայնել իրենց շահերը կոտնահարվեր եւ արդյունքում տուժեցին անմեղ մարդիկ, անմեղ երեխաներ, մենք էլ արանքում կորցրեցինք Արևմտյան Հայաստանը գեղեցիկ քաղաքներով, հողատարածքներով, էլ չխոսեմ սիրելիներս, շատ կարող եմ խոսել, բայց հարգենք այսօր մեր անմեղ զոհերի հիշատակը։ Բոլորիս արմատներն էլ գալիս են Արևմտյան Հայաստանի։ Աշխարհի շատ պետություններ ճանաչեցին ցեղասպանությունը, մեկ դարը լրացավ, բայց մեր հողերը մեզ հետ չտվեցին, մենք կարոտով ենք նայում այդ հողերին, անամերձ է, չէ, կարոտով ենք նայում այդ հողերին, նույնիսկ այդ հողերում մենք ներկայանում ենք, գնում ենք որպես տուրիստներ։ Սիրելիներս ասեմ, որ այս բլուսկան էլ է Տեմուից, շատ հարմար, թեթև, ամառային, թեթև բան է, ես չեմ մրսում, հիմա կասեք անպած է անձրև է կարճաթև է ցակել, չեմ մրսում, վրայից հեսա մի հատ վերխ կհակնեմ ու կգնամ, սիրելի հետևորդներս, ուզում եմ ամբողջական որ տեսնեք, ինչքան լավ, թեթև, բարակ, հարմար, հանգիստ բան է, ոչ մի տեղս չի նեղում, մարդը հագուստի մեջ էլ չէ, պետք է քեզ ազատ զգաս, կարողանաս շարժվել, չհագնես, սենց զգաս քայլես։ Ուտելիքները դնեմ, սիրելի հետևորդներս, երեկվա պատրաստած թաբուլեից է, ֆիլից է, քանի հատ է մարինատ։ Ահա, գեղեցիկ հիմա դնեմ տոպրակը, սիրելի հետևորդներս վերջապես գնում եմ հողամաս, կամրջի մոտ եմ, գետի մոտ, անձրևներից տեսեք գետը իշքան է վարարել, պղտորել է, մի քիչ ջուրը շատացել է, դե պարզ է, հեն անձրև է գալիս, հենց գույն է լինում, Զգուշ է երեկվայից, հա, գետը բան է, ահա իշքան է շատացել արքան, կատաղած, բարկացած, գազազած, գալիս է, մենք էլ գնում ենք հողամաս, օծմոց չլնի, հա, երեխեքին զգուշ լնի, եղանակ արևոտ, տաք, ջերմ, բայց դե լսել ենք, որ այսօր էլ պիտի անձրև լինի, անձրև գա առավոտ շուտ, ահա որ անպածեր ամպերը շատ ու մի անգամից բացեց, արևոտ, հավեսին եղանակ, այնքան տաք է,
որ ասելու չի։ Այն քեզ չեն տեսել, արխայինը արի։ Հա, այն զգուշ է։ Հա։ Այսքանի օր կանաչը ավելի աշատացել, ծառերը ավելի են տերևակալելու, այդ դիքն ենք բարձրանում, բարձր ճանապարհը 6 օր հողամաս չեմ գնացել, գնամ տեսնեմ սատիլներիս ախրը ինչ է, հիմա երևի շոքից խաշվել են, թառամել, հաստատ ջրել, հաստատ պիտի ջրեմ ու սենց։ Երևին դե դաղցա, նես լավ դաղցա, լավ դաղցա ալնում, ես սիրում եմ դաղցը, ճաշերի հետ էլ եմ ուտում։ Աշխատանքից վերադարձա, մեզ տոնական, ոչ աշխատանքային օր չկա, վերադարձա ու վազում եմ հողամաս, մենակ չեմ գնում, սաթիկի հետ եմ գնում, ինձանից առաջ ընկել գնացել, ուշումիտքդ հետ է, Էսա մասուրն է կծաղկի, հա, հայ, մասուրն է կծաղկի։ Այսօր շատ արագ բարձրացա, որովհետև մի քանի օր չեմ բարձրացել, չեմ հոգնել։ Հա, գործ չէիր կարաներ։ Չավեսին։ Գետինը չոր է, կասես, որ երեք անձրև ա եկե։ Հետո էլ ասում ես ցեխ կլինի։ Ինչ ցեխ։ Հիմա պատկերացնում եմ, թե ինչ վիճակ է հողամասում։ Կանգառ հասա։ Ստեղ կանգնեմ 2 րոպե։ Համ հով է, համ էլ ապահով է։ Մենակ մենք ենք տենաս, ոնց որ ավտո կար, հեռվից որ նայեցի, ոնց որ ավտոներ կային։ Հա, հեսա, սիրելի հետևորդները, սոցերը արդեն դուրս են եկել, գնաց։ Բա։ Ոնց որ լորտու էր, հա, լորտու էր, գյուրզա չէր։ Գյուրզանը տենց արագաշարժ չի, ենի դանդաղ կենթանի է։ Հա, դանդաղ է։ Ինքը տես չէր փախնի, կսպասեր, որ թռներ խփեր։ Լորտուն էլ արագ չի փախնի, ինքը արագ։ Հասանք են վայրը, որտեղից գոռում են, կանչում են ջուրանող, բայց դե սատիլ պիտի ջրենք, են էլ դույլով պիտի կրեմ ու ջրեմ։ Ծնեպեկները, մարաժոները, հեսա է, մի 6 օր չենք եկե, սիրելի հետևորդներ, մարաժոներն էլ են դուրս եկել։ Գոնե մի քիչ մարաժո տանեմ, տապակեմ, տաք է, արև է, բայց քամի է, հաճելի քամի, հեն որ
այդ տաքությունը ցրում է արևին, արևը, որ մեզ չխփի, չարևահարվենք։ Տես տեղի մարաժոներն էլ են, բարակ մարակներն են, բարակ մարակները։ Մի հատ էս ջրի մոտերը տենանք ինչ ոտնահետքեր կա, սաթենիկ։ Են կենթանիները հլը մտիցս չեն գնացել։ Մեկ է տենա մարաժոսեղ։ Վերջի անգամ իրար հետ ենք էլի եկե։ Բա, են էլ ոնց են եղել։ Մտնեմ այդ արանքներից հանեմ։ Էնա լավ էլ աճել են, պետք է մտնեմ դերանքից հանեմ։ Մենակ օծմոց չլինի, ես քյոլը քյոսի մեջ, սիրելի հետևորդներս, մեկ, երկու հատ լավ կանաչ։ Էսա է, հլուր են աճ է, երկու հատ լավ կանաչ սրանց համար, դե պետք է սենց բացեմ տարածքը, մտնեմ։ Ինչ որ, ախ, մոսուրը, եսի կաղին դրինք ստե, և, ես էլ ստե, բա այս երկու լխտի կանաչի համար մտամ էշկս պոկեցի, ստերանք լավ էլ կա, հեսա մի հատ էլ, կարմրիկը, հիմա կնգրեմ մարաժո քաղելով, այն վերի մասն էլ կա, այն էլ հետ գալուց, լավ, գնամ իմ գործին, թե չէ, այս մարաժոն որ տենում ես, արդեն սկսում ես մարաժո քաղել, մի հատ տեսնենք ես թաց խոնավ տեղերը ոտնահետքեր հոչ չկան, իհարկե չկա, ես ինչ լավներ, մի հատ տեսեք, աղջիկներ ջան, ստեղի ջուրն էլ աշատաց է, հեսա հողամասում էլ ավտո կա, լավա, ես վերևից նկատել էի, որ մեքենա կա, սաթիկը հասավ հողամասի մոտ, ես էլ դե ստերանք եմ, հասա, վերջապես հասա, սիբեղները դախացել են արդեն, սա էլ հողամասը, վերջապես սիրելի հետևորդներս հասա հողամաս չեխական կողպեքին, բայց դե թացա, հիմնականը եկել եմ, որ այդ սացիլները նայեմ ջրեմ, հողամասում գործ անելը բացառված է, խոտերն էլ հոչ են աճե, անձրև չանի չորանա, որ վարել տա, ամբողջը խոտը աճե, ոյ մի հատ ես ջերմոցը նայենք, չոր ծարավ, բարև, հա? Ասում ես ասում արջ տերենք արջի տերեմ։ Ով? Այն էցա, մեզ է տնակ ասի արջ հնդեղ էր, ես տեսամ, ասի մն չի կեզ չկերավ համով, չէի? Մարաժո կաղիք? Բակը կաղի է, ես անձրևից հետո լավ կլնի, ահա սիրելի հետևորդներս իշքան չորա և պետք է ալաղենք, վայքի
բարբառով ալաղ նշանակում է այս խոտերը հանենք, թե չէ սածիլներին կխեղտեն։ Ջրեմ, նոր ալաղեմ, որ հեշտ դուրս գա։ Հետո էլ ասում եմ, գործ չկա հողամասում, ախվաշ չկա, ես խոտ հանելն էլ, ալաղ անելն էլ մի կրակա։ Պատկերացնում եք, որ այսօր էլ չգա, ես խեղճերի վիճակը ինչ էր լինելու։ Ահա, չէ, ճիշտը ջրելն է, ջրեմ նոր հանեմ։ Իշքան ծորով են։ Այստեղ շատ ջուր կգնա, ոնց են ասում, այս խմորը շատ ջուր կվերցնի, հիմա էսա, այս սածիլները շատ ջուր կուզեն։ Դե Նազո ջան, գնա կրի, բեր։ Իսկ որ այսենց լցնենք, սենց ավելի հարմար, տարբերակ է, ավելի լավ կխմի ջուրը։ Մի հատ սենց ջրեմ։ Կպել են գետնին, չեն ուզում բարձրանան։ Բայց թարսի պես էլ արդեն այսած սածիլելու ժամանակը կլինի։ Որոշեցի այս ջուրը այսպես լցնեմ։ Քարի վրայից եմ լցնում, որ չգնա բացի։ Այս կողմից մեկ էլ։ Քիչ-քիչ լցնենք։ Սրանք ցնցուխի ջրով չեն ջրվի, չեն հագենում։ Ծարավ են մնում։ Ոյ, ես մի մարգը պրծա, թող մի քիչ սարավոտի ալաղ եմ, գնամ 2 վեդրո էլ բերեմ կանաչիների համար։ Իմ այս սածիլների մարգը ջրեցի, 2 դույլ էլ բերել եմ, դրել եմ այստեղ ամալի հողամասը մտնեմ, իրա սածիլներն է ջրեմ, տիկին Ամալյան մի քիչ հիվանդ էր, իրան լավ չի զգում, ես եմ եկել ջրեմ, հա, գնացինք, սիրելի հետևորդներ ջան, եկանք, քամին բաց է իրա համար, սրանք սոխեր-մոխերն է, բացածը և գնամ այն սածիլները պիտի ջրեմ, տանեմ դույլը ջրեմ։ Գնամ ցնցուխը բերեցի, գնամ դույլերն է բերեմ։ Չթափեմ, ուլում զուլումով եմ բերել։
Բա Իրելի հետևորդներս ջրեցի, հիմա էլ փակում է։ Փակեցի ու հիմա անցնեմ իմ հողամասին, իմը ջրեմ, իմ սածիլները ջրեմ։ Ալյայի սածիլները ջրեցի, սիրելի հետևորդներս, հիմա անցնեմ իմ սածիլներին։ Սա այն դեպքերից չէ, որ ասում են, Աստված ասում առաջինը քո ծառը ջրիր, սա այդ դեպքերից չէ։ Ես ջրեցի Ամալիայի սածիլները, հետո նոր գնամ իմ կանաչիները ջրեմ, այդպես էլ է լինում, այդպես է միշտ սիրելիներս մեկս մեկին օգնելով, ջրելով առաջ ենք տանում մեր գործերը։ Տիկին Ամալիաս հիվանդ է, Ամալիան հիվանդ է, թե չէ հիմա ինքն էլ երեկ է մեր հետ հողամասը, գործից վախեցող չի, թե կասեք ուր է Ամալիան, ես նախապես ասում եմ, որ հիվանդ էր, լավ չէր զգում, ես էլ եկե հասել եմ, կջրեմ, թող մնա տունը, ապաքինվի։ Դեռ են հողամասի վերևի մասը չեմ բարձրացել, տեսնեմ ինչ է կատարվում, ինչ է կատարվել, ինչ չի կատարվել։ Ահա։ Այ, թափվեց։ Բա այսօր էլ ես թարսա ռեզինե սապոգներս չեմ հագել եւ ամբողջությամբ ցեխեղը։ Ողտորվել ու շատացել է։ Գոնե այս տարի ջուր լինի, չկտրվի, մի քիչ անձրևային լինի, լավ կլինի։ Վտանգավոր ոչ մի բան չկա, սիրելի հետևորդներս, այն երկու սպիտակ կենդանիները, որ ցուցադրեցի, այս վերևի հատվածով է կանիչան, հա, հողամասից այդ վերևի հատվածն էր, վերևի մասը այն արտն է, որ սիբեխ եմ քաղում, այդ մասով է կանիչան։ Դույլերը բերեցի, այս մարգը ջրելու եմ ու բաց թողնեմ, իմաստ չկա ինձ թվում է փակելու, գնամ ցնցուխը բերեմ, ձեռքերս չեն հերիքում, պիտի գամ, ես փակեմ, պիտի գամ, սածիլները ալաղեմ, կարևոր է այդ խոտերը, թե չէ կխեղտեն, չեն թողի, որ աճի, մեծանա, տեղից հետ անգել։ Սա ջրում եմ, սիրելի հետևորդներս ու բաց թողեմ։ Իմաստ չկա փակ պահելու, ավելի կխաշվեն։ Հիմա էլ թարս է, բաց թողեմ, անձրև չի գա, որ ջրվեն։ Սրանց ոչ էլ ցուրտը կտանի, որ վախենամ, ասեմ ցուրտը։
Ոյ։ Ահա եւ վերջ։ Դաժան գործից պրծա։ Գնամ նստեմ 2 րոպե։ Շունչ քաշեմ։ Մի հատ նայելով, ես գիլասը այս տարի չծաղկեց։ Թող չծաղկի, երևի շուտ է։ Թարխունները կպել են, սիրելի հետևորդներ, դեղցենին ծաղկել, արդեն ծաղիկները թափվում են։ Սրանն էլ չգիտեմ ինչքան կպահի վրեն, ինչ կանի, այս մեկն էլ հեսա էլի ծաղկելա, ստեղ տեսնենք, սենց իշնենք, մի հատ նոր հլնենք վերև, խաղողներն են, դեռ չեն փնդել, ես եմ ես արմատակալները դրել, լավ սորտի են, մալինաներս, լավ բան են եղել, տերևակալել են լավ, ես էլ անցել այստեղ, կարելի է հանել տեղափոխել, սրանք այդ նոր դրածներն են, տերևակալել են, լավ է, ված չի, լավ է, ահա, թեմայի ամփոփում էր էսի, սենց նայեցի, ու գնանք վերև, Ես ինչ խոտ է եղել, վայ, ես ինչ խոտ էր, լապ գարնանը ես թվում էր, որ խոտ չի լինի, ես էլ ածնեպեք, ուղամասում էլ կան էլի, ելակներն են լավ ծաղկել, ինչ հավեսին ծաղկել են սիրելի հետևորդներս, փունջ, շատ լավ է, ահակին ելակներ, շատ լավ ծաղկել են, մեղուն էլ տզտզում է, մեղուներից հեռու մնամ, այ, ամբողջությամբ ծաղիկ, կեսը թափվել է, կեսը նորաբացվում, ինչքան շատ են, չէ, բայց մի տեսակ դեղին են, ես թվում է շատ են ջրվել, կամ ջրի պակասից է, մի հատ սրանց սնուցում է հարկավոր, այն ներքևի մասում ես թրիք եմ թթվածրել, օրգանիկ պարարտանյութ, կբերեմ ջրի հետ կտամ, մյուս ջրելուն, հիմա խոնավ են, չարժի հիմա, այստեղ էլ են ծաղկել, մեղուներն է վրան նստած նեկտար են հավաքում, շատ լավ է, սև սմարոդինաներն էլ լավ, ստեղ տեսեք, այդ ցանովի ծնեպեկն է, որ ցանել եմ, իրանք, սա 3-րդ տարին է, 3-րդ տարվա ծնեպեկներ են, հաստացել են, մյուս տարի ավելի հաստ կլինի, այստեղ սոխ կա, այսի կքաղեմ, կանաչ սոխը, լավ էլ եղել է, եթե նկատել եք, իմ հողամասում շատ մարաժոներ կան, այս սրանք արդեն վայրի ծնեպեկներն են, ես չեմ ցանել, ինքնուրույն եղել են, մեծանում են, ծաղիկների բուկետի տենց մեջ են դնում, ծաղիկ ծախողները կիմանան,
Խաղողներն էլ են տերևակալում, փնդում, բաստեղի խոտերը ոնց է աճում։ Այս խոտերն է պետք է քաշեմ, քանի կար տերևներն էլ մաքրեցի, հիմա էլ խոտերը, ստե մառաժոկը այս քանի չի դախացել քաղեմ, սա էլ է ծնեփեք, սիրուն, սա էլ է ծնեփեք, սրանք արմատով չեմ հանում գցում, ամեն ուրեք, ամեն քայլափոխին, աճել են, այս վերևի սերմերը ընգնում են, մառաժոյի սերմերը ընգնում են, հնգել են ու աճեն մի հատ լավ, կանաչ երկար է եղել է։ Այ, նայեք ինչ լավն է։ Դոլոր հովեսին։ Ափսոս քիչ է։ Այստեղ հեսա սրանք էլ կան։ Արվակի ջուրն է կա, թե ինչի գնացի, այս վերևի ջրի ձայնն էլ է գալի, ստեղ է ջուր կա, թե ինչի գնացի, են կողմից բերեցի, ես է չգիտեմ, այս հատվածով էր այդ սպիտակ կենթանիները, որ եկան իջան սիրելի հետևորդներս, այս հատվածով, իշխունը շատ ջուր կա այս կողմի վրա, ասա նազո, կայրտեն այս տեղից տոն է իրել, ասա ստեղից գայր տաներ, լավ էլ ջուր կա, հավեսին շատ է, հենց անձրևը գալիս է, ջուրը շատանում է, այս մասերի վրա էլ մառաժոկը, մի երկու հատ քաղեմ գնամ, մի երկու ահագին կլինի, մի եփելու, սրանք էլ պնդուկի ծառեր են, պնդուկ, արդեն որ խոտերը եղել են, մի քիչ մառաժան դժվար է նկատվում, բայց հեսա, տեսեք, ահա, հեսա մի հատ էլ, ահա, մոտիկ տեղերից գոնե մի կապ հավաքեմ, հեսա, կանաչ, որ չճանաչես կիմանաս ինչ որ ճյուղ է, տերև է, հեսա, մի հատ այս կարմիրներին նայեք, հեսա մեկը, չէ, վաղտս բերեց, այսօր այստեղ ահագին մառաժոներ կան, ամեն մարդ իր ղսմաթը ունի, սիրելի հետևորդներս, չկա էլ, աշկերես 4 արած նայեմ, հեսա մի հատ էլ, ահա, բարակ, հաստ, հավաքում եմ, կարևորը համն է, որ գերազանց համ ունեն, այսքան եղավ ստեղինը, չէ էլ չկա, չարժի բարձրանալ այն կողմ, չկա, մեկ էլ են կողմի վրա հեսա կգնամ, ուզեցի գնայիմ են արջի տեղերը, հեն էլ 3 հոգի քաղում էին, էլ 3 հոգի, որ ընդե ֆռացել է, էլ ինչ կմնա, իզուր պտի գնամ վախ վխելով, քաղեմ, ախը մի կոմ սիրելի հետևորդներս, այդքան տանջում եմ, մանգամ, հավաքել են արդեն ուշացա, դրա համար, որ մարդ ինչ որ տեղ է գնում, դաշտ է գնում, ինչ որ մի բանի, պիտի առավոտ շուտ գնա, մանավանդ սնկի, պիտի հելի առավոտ շուտ գնաս, բա,
Ես էլ սենց հատ նստեմ 2 րոպե շունչ քաշեմ։ Ես է մոռաժոները, բայց ես անը մի հատ շուրտ եմ։ Օծերի սեզոնն է, չմոռանանք, որ օծերը ամենուրեք են։ Պիտի զգույշ լինենք։ Ոյ։ Ահա, չէ, ողագինը քաղեցի, հլը էսի ես հողամասից կողը կշտից քաղեցի, եսա գնամ են կողմներն էլ, ես 2 հատն է կանացող է, էլի սող կահանեմ, պետրոշկա քաղեմ, ընտիր ծնեփեկներ ու հիմա իշնեմ ալաղ անեմ, նստելու ժամանակ չկա։ Ենով ա, էլի մարդ։ Այսօր ես իշքան մարդ կա ես դաշտերում, սիրելի հետևորդներս, ենով ա, ուրեմ 4 հոգի գնացին արդեն, ես էլ 5-րդ մարդներ, էլ այդ դաշտերը բան կմնա, իհարկե ես ուրախ եմ, թո քաղեն, չարչարվում են, այդքան մանգալը հեշտ չի, ման են գալի, չարչարվում են, պիտի քաղեն, հավաքեն, տանեն, հեշտ չի դաշտում վռալը, հեշտ չի դաշտում մանգալը, հլի այդ հոգնելը մի կողմ, վտանգը, բա օծը, արջը, 1000 ու մի վտանգ փորձանք կա, ով էլ ինչ կտանի, թող բարով ուտի, ուրախ ուտի, ես նախանց մարդ չեմ, ավելի եմ ուրախանում, որ տեսնում եմ, թող օգտվեն բոլորն էլ բնության բարիքներից։ Գնամ ալաղը անեմ, սիրելի հետևորդներս, ալաղեմ, ելակներից նայում եմ, ուրախանում եմ, շատ հավեսին լավ ծաղկել են, այս տարի լավ տես նոսր է, ավելի խոշոր ու չի նեխի բերք, անցած տարի շատ խիտ էր, ահա որ խիտ էր, ավելի լավ կծաղկի, շատ կոկումներ կան։ Պայուսակս էլ վերցնեմ, տանեմ ներքևը կախեմ, մեկ էլ վերև չհլնեմ, իմաստ չկա։ Կոֆեի սպարագաները մնացին այստեղ, ենք անձրևն էլ ջուր է եկել, լցվել է ջազվայիս մեջ։ 6 օր հողամաս չէ եկել, ահագին փոփոխություններ ա եղել, սիրելի հետևորդներս, դուք էլ նկատեցիք, ձեզ էլ ցուցադրեցի, տեսակ ելակները ինչքան են ծաղկել, սև հաղաժները, լավ էլ բռնել ա, ցուրտը չի տարել, շատ լավ ա ու մնում ա վարել ու ցանել, արդեն կարելի է որ վարեն, լոբին ցանեն, բամյա, մի խոսքով արդեն բոլոր բաներն էլ պետք է միանգամից ցանենք, մենակ թե այս քանի օրը անձրև չգա, որ ամուսինս գա ու վարել տամ, ես ինչքան կոկոմներ կան դեռ, որ չեն բացվել ելակների, որ դեռ չեն բացվել, ավելի երբ որ մաքրեցի, ավելի փորթամ հավեսին, այնքան համով ա այս ելակը, որ վաճառում են ելակները, ոնց որ թե չգիտես ելակի համ չի, բայց սա քաղցր, համը, հոտը, ես հիշում եմ իմ մանկության ելակները, երբ մերոնք հողամասում ունեին, աճում էր հավեսին, դպրոցից գալիս էի, պայուսակս գցում էի մի կողմ ու հայդե ելակների մեջ, ու ինչ լվալ, ինչ բան, այդպես քաղում ու ուտում էինք, հիմա է որ ամեն ինչի վրա սվսվում են, վայ լվանոր կեր, որովհետև խանութինները 1000 քիմիա է, ինչքան սվսվում ես, ինչքան ասում ես, վայ սենց, ավելի շատ հիվանդություն, ավելի շատ վիրուսներ են լինում,
Օրինակ, երբ որ ես գամ հողամասից քաղեմ ուտեմ, հաստատ քաղելու եմ ուտեմ, չեմ լվանալու, մաքուր ջրով ջրվում է, մաքուր օդ, ոչ մի թունաքիմիկատ եւ իրոք ես կքաղեմ ու կուտեմ, ով ինչ ասում է, թող ասի։ Մտածում եմ փակեմ այս մարգը, թե ոչ, երևի չէ, սոխա կանաչիներա, փակեմ ավելի տենց բոյովանալու են, բարակ, պիզե ելնեն, ավելի լավա բաց մնա, մեկ է տեսար անձրև եկավ, համել կջրվի, կարևորը սաճիլներն է, հեսա մաքրեմ, բայց գլուխները երկու կողմից օդ կտամ, բաց կթողեմ, կխաշվեն իրոք։ Սիրելի հետևորդներս, ալաղն էլ վայքի բարբառով է, որ ասում եմ ալաղ անեմ, նշանակում է այս խոտերը հանեմ։ Մեր վայքի բարբառն է ալաղը։ Խոտերը արտաշատում ասում են քոլքաշ անեմ, խոտերը քոլքաշ անեմ, ստեղ էլ ասում են ալաղ։ Տարբեր մարզերում տարբեր բան են ասում։ Կարող եք մեկնաբանություններում գրեք, ես իմանամ։ Անպիտան խոտերը հեռացնում ենք։ Այս խոտերը կխեղտ են, տեղից սաճիլներիս վիճակը այն չի, անպայման պիտի հանեմ։ 10 րոպեա կպնեմ այս գործին, ու գնամ մառաժու հավաքեմ։ Կարևորը բարեխ քիչ է, մի 2 հատ է։ Ես մտածեցի, որ այնքան պետրուշկա ստեկ կծլի, բայց քիչ է ծլել։ Սա անցած տարվա պետրուշկայի տեղն էր։ Վախտս բերել եմ։ Էսա մյուսին ես խոտը մաքրեմ, պետք է լավ հող բերեմ լցեմ բուկերը, այդ ցողունները, որ հաստանա։ Բացի քամի ջան, բացի, ես էլ ուզում եի ձեռքով տայի բացեի, ապրես, որ ինձ օգնում ես։ Այս ծանենք տեսնում եք, չէ, մինչև սիրելի հետևորդներս խանութից գնում ուտում եք, հալալներդ լինի, բայց ես ուզում եմ ցուցադրել, թե մինչև ձեզ այդ բանջարեղենը, միրգը, պտուղը հասնում է, ինչ աշխատանքներ է տարվում դրանց հետ, ինչ ենք անում, ոնց ենք անում, որ որակով հավեսին ապրանք ստանանք։ Այսպիսի աշխատանքներ են կատարում, կրկիտ աշխատանքներ են կատարում սիրելի հետևորդներս, որ լավ սաճիլ ստանանք, խոտը չհնի խեղդի, ինչու եմ ցանել այսքան գալիս չարչարվում եմ, հեռուն հասնում ջրում եմ, ինչու համար, որ լավ սորտի լինի, վաճառում եմ, վատն եմ վաճառում, ամեն մարդ մի ձև չի մտածում, որ լավ ապրանք վաճառի, որ այդ ցանողը, մշակողը տանջվում է լավ բերք ստանա, ոչ, կան մարդիկ, որ մենակ ցանեն, սաճիլը տանեն, ծախեն, իրանց գումարը վերցնեն, հետագայի մասին չեմ մտածում, բա խիղճն էլ է լավ բան,
Ես օրինակ տեսնում եք, չէ, այսքան ջանք եմ ներդնում, ուզում եմ, որ լավը լինի։ Որը մեծերը հանեցի, որն էլ փոքր է, կմեծանա, գերեվա կհեռացնեմ, կհանեմ։ Ես էլ հողամասի պետրուշկասը քաղեմ։ Մենակ ոտերիս տակը նայեմ, օծմաշ չլինի, գալուց տեսակ արդեն նկատեցի, իհարկե շուտ եմ տեսել, որ օծերը դուրս են եկել, դա լորտու էր, վնաս չի, լորտուն վնաս չի տալի, բայց դե մարդ ես, որ տենում ես, հենց իմանում ես օծա, ակամայից վախենում ես, իմանում ես օծա, չիմացողները ինչ իմանան լորտույա, ինչա, կկծի, չի կծի, վտանգավորա, թե ոչ։ Քաղելով գնա։ Դեպի այս կողմի վրա գնամ, ստերանք լինում են։ Որ չվարվեր, ստե սենց բաց կլիներ, ով էր մտնելու, ստե խոտանոց էր, օծանոց, կարող է օծել չլինի, ակամայից կվախենայր, որ մտներ, ստե ինչ որ մի բան նայեր, քաղեր։ Այս մասերի վրա է պիտի լինի։ Կարծես թե հատուկ սխտորեն ցան է ժամանակին։ Ահեն այշնեմ ներքև այս մասերն են լինում։ Չկու։ Լավ չի։ Դոխացել են։ Հեսա։ Ոյ։ Գնամ դեպի հողամաս։ Կողմերի վրա էլ լավ կա։ Բա ոնց վռում եմ երկիրը կլորա, գալիս եմ հողամասի դռան մոտ։ Մոռացել է հողամասը, այս սածիլանոցը փակելու մասին, գլուխս կկախեի ու կգնայի։ Ոյ, բայց դե հոգնեցինք։ Դեռ հոգնելու աշխատանքները չեն սկսվել, սա ինչ է, խաղուպար է, հոգնելը դեռ չեք տեսել, սիրելի հետևորդներս են, որ սատիլու մեջ ջուր ես անում, ալաղ, այս տարի շատ խոտեր կան բարեխները, խոտերը պիտի քաշենք նոր վարենք, թե չէ, որ վարենք շուռա գալու, տակը մնա նորից ծլի։ Վրա կարելի անդադ գալ ջրել, տիրություն անել,
Տիրություն, մենակ էս ուռի ճյուղերն են լավ կպե։ Այ։ Նենց շատ էս գլուխները չեմ փակում, որ մի քիչ օդ խաղա։ Ասենց։ Բաց եմ թողնում։ Ես էլ չորնի սլիվայի ծառա։ Շուքո։ Հողամասում էլ անելիք չունեմ, սիրելի հետևորդներս, ամռանը այր ժամերին են գալի հողամաս, ժամը 5-ին։ Հիմա ժամը 5-ին գնում ենք տուն, որտև շուտ գանք աշխատել չի լինի, սպասում ենք ամառը հովը ընգնի, նոր են գալի, ահա, մի քիչ ես մասերում նորից մանգամ մարաժո հավաքեմ, ահագին քաղել եմ, չեմ դժգոհում, պայուսակիս մեջ մարաժոյամ, ես կողքերը ֆրամ, ես տարածքները ոնց էլ չլինի, մի երկու հատ իմ բաժինը թողած կլինեն հաստատ, կել ուզում եմ տեսնեմ այստեղ թութ էի, չէ տնգե, դենամ այդ թութը կապելա հույսեր կա, չեմ անում, չգիտեմ, ոչ պնդելա, ոչ էլ են, հա հեսա, այ կանաչ, ինքը շիվը տվելա, դա կանաչ, բողբոջ էսի կանաչել է, ես մեկը տենանք, սրանից ոնց որ թե հույս չկա, չէ թացա, սա էլ ոնց որ կպելա, լավ ադե, դուրս եմ տնկել ցանկապատից, որ չխանգարի, ես կողմի վրա էլ մի քիչ քայլեմ, ստերանք էլ ես, դեպի արջի ձոր տանող ճանապարհն է, ես կողմերի վրա էլ է լավ, մարաժոլնում, եղանակն է խորն է, ծամպեից լավ է, թող ամպի անձրև գա, կջրվի, աու մաշինկա, հա, ինչ իր սեզոնն ունի, ժամանակ ունի, դրա համար մարաժոն ամենաշատը հավաքում ես այն ժամանակ, երբ որ ծառերը չեն տերևակալած լինում, ավելի պարզ է երևում, հիմա այդ տերևները խանգարել են, արդեն տենց խտացել է, չի երևում, բա, ընգեմ եթանք տուն արդեն ժամը 5-ն է, ես ու ինքն ենք մենակ ես տարա, ոնց որ թե ինքն էլ է հավաքվում, որ գա գնանք, որդներս նստել եմ այստեղ և սպասում եմ սաթի կգա գնանք, նենց է ծարավ եմ գնամ, տեսնեմ են աղբյուրը ջուր կա, ջուրը շատացել է, կարող է լինի էլի, նա կոչաղա, հոմեր նման թամբալ չի, կոչաղա, կոչաղ, հա, դենդրանք շուտ էին եկե, Եկան մարաժո էին հավաքում, նոր մի հատ մարդել եկավ գնաց, մարաժո էին, հա, մարաժո են հավաքում, հա, են աղբյուրը կլնի ջուր եթանք խմենք, սերձերը, ուրեմն դեկա, եթամ խմեմ, հնես ծարավ է, իմանայմ ձերը կար կեթայմ ընդից կխմեի,
Ծառավենք։ Ստես ինչ ավտո է եկե հետ տվե հել է։ Ստերանք էլ մառաժոկ է։ Բաց տեղերը չեն աճի։ Ոյ, ոչ չի աճի։ Հենց ասին։ Հեսա։ Մոտիկ տեղերից ոչ մեկ չի քաղա։ Վազել են հեռու տեղերը։ Ես ծառի տակ է նայեմ, ես իմ ծառը։ Ստե միշտ լում է։ Են էլ քանի հատ։ Լավ այսի չեն տեսե։ Ստե միշտ իմ բաժինն է, Հեսա, լեշքան քաղի ստեղից։ Մի հատ գցեմ գետին ու ջոկեմ։ Ահա։ Մի հատ սպասի խմեմ։ Հա, տենան կա, որ ձեր մոտ կա ստեղ է կլնի։ Ինչ էլ ցեխա։ Չէ, չկա։ Ստեղինը չկա։ Բան չի ստեղ կա, ստեղ չկա։ Այսքան քաղեմ ստից։ Այ։ Հա? Այն երևի չեմ։ Այդ աղբյուրը։ Չէ, ինքարակ։ Հա, չկա։ Լավ չի, որ ստեղի ջուրը կտրվե։ Գանք ձեր աղբրից ջուր կտանենք։ Լավի բաժ։ Այն բանին տրին խմա։ Ես է գիտեմ չկար, եկա հասատ է, թե Բա, այ մարդ, ես ինչ կրակ ու բարդ տեղեր աճում։ Էսա հուրա, էսի մեկ, էսը երկու։ Ամառը ժամերին ենք, հա, գալի, հիմա էթում ենք։ Դե ասա չէ թանք, քաղ է հիմա։ Աղավին է քաղին։ Հա, է դաստա, հա, դա մե դաստա էլ, եսի միշքան է չեր։ Ես տարի լավ էլ միրգը կա, ցուրտը չի տարե։ Գյուղերը կարող է վաղցրած լինի, բայց դրանք ցուրտը չի տարե։ Ասանք հարազատ վայր էր արդեն հենց հասնում ենք ստե, իմանում եմ, որ արդեն հասել եմ տուն։
Ոայ մեղուների բուն կաստը։ Վտանգավոր է, շատացել է ջուրը։